կապերը շատ մեծ դեր են խաղում, թե Հայաստանում, որ ասում ես, թե Հայաստանում ամեն ինչը կապեր, նույն բանը ընդեղ է։ Ուղղակի իրոք այդ դիպլոմ ունենալը մեր մոտ ասենց հասարակության կողմից շատ պարտադրված երևույթ է։ Ձեռքով աշխատանքը գնալով իմ կարծիքով շատ ավելի գրավիչ է լինելու։ Օրինակ ես մտածում եմ մագիստրատուրան network-ի հնարավորություն շատ է տալիս։ Երբ որ մարդ գալիս է ինձ ասում է CFM անցե, 3 level-ն է, ինձ իր գիտելիքների մասին ոչ մի բան չի ասում։ Ես օրինակ ինքս առաջի level-ը մի անգամ կտրվել եմ, հպարտությամբ նշեմ։ Ու ամենամեծ խնդիրը նրան է, որ մարդիկ շատ արագ ուզում են հարստանալ։ Կանց ինձ միշտ թվում է, որ իրանք չեն պարտվելու։ Այ հենց իրանք ուրիշը կպարտվի, բայց ինքը տանեմ $75,000 Կանադայի Տորոնտոյի համալսարանին տամ տարեկան ու հետո ես այդ փողը կանեմ շատ արագ։ Երևի թե այդքան էլ տենց չի։ գիտելիքի մեջ ներդրումը այն ներդրումն է, որը վճարում է ամենաշատ եկամուտը։ Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերից մեկն է, որը մի քիչ անուղղակիորեն, բայց կապվում է այն թեմայի հետ, որի մասին այսօր խոսելու ենք։ Այսօր խոսելու ենք ֆինանսների, ֆինանսիստի մասին, Ամերիա բանկում ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան Գուրգեն Այվազյանի հետ։ Ողջույն Գուրգեն, բարի գալուստ։ Ողջույն Այգի ջան։ Ոնց ես, ոնց անցնում։ Լավ, շաբաթ կիրակի էլի սովորական։ Կիրակիդ փորձել ենք մի քիչ կտրենք քեզ հանգստանալուց։ Եթե գիտես, իմ ոդկասթի հիմնական նպատակը տարբեր մասնագիտություններ բացահայտելն է, ու այսօր էլ հենց քո հետ կուզեմ շատ խոսենք ֆինանսների մասին, հասկանանք իրականում ինչ է իրանից ներկայացնում ֆինանսները, որտեղ շատ տարբեր պատկերացումներ կան։ Արի, բայց մինչև անցնելը մասնագիտությանը սկսենք քեզնից քո ճանապարհից։ Ինչի հենց ֆինանսներ։ Որտեղից սկսենք, բայց գնանք լավ հետ։ Գնանք լավ հետ։ Երբ միտքը առաջացավ, որ ուզում ես ֆինանսներով զբաղվել։ Իրականում ֆինանսներով զբաղվելը երևի համալսարանից, երբ որ ընդունվում էի, բայց մինչդեռ 14 տարեկանում իմ ծնողներն ինձ ուղարկեցին Թայլանդ, 4 տարի այնտեղ եմ սովորել, IGCSE IB ծրագրերը, լրիվ բոլորից հեռու։ Հետո ընդունվեցի Տորոնտոյի համալսարան բակալավր, այդտեղ արդեն էկոնոմիկա, տնտեսագիտություն, ֆինանսական տնտեսագիտություն, բայց իրականում խորացել եմ ֆինանսների մեջ, երևի այն ինչը, որ ինձ հետաքրքիր է, որտեղ ֆինանսները շատ լայն է։ Ինքը ոնց ասեմ, եթե մենք վերցնենք ֆինանսները, ինքը այնքան լայնածավալ է, որ չես էլ իմանում, էլի որ կողմից սկսես, ինչն է հետաքրքիր, մինչև այդ ամեն ինչը այդ ամեն ինչի մասին պատկերացում ունենալը, ինչ որ ժամանակ է պետք, էլի, ու նաև ինչ որ չափով experience է պետք այդտեղ աշխատել, որ հասկանաս որտեղ ես ուզում։ Երևի թե 17-18 թվականներին, երբ որ ես սկսեցի ռեալ նավթով ու գազով հետաքրքրվել, իմ մոտ ավելի շատ հետաքրքրությունը դեպի նավթից ու գազից սկսվեց։ Կանադայում էի այդ ժամանակ։ Կանադայում էի, հա, ես 11 թվից մինչև 2021 թիվը Կանադայում եմ սովորել, ապրել, աշխատել, էլի սովորել, մագիստրատուրա արել ու հետո նոր եկա Հայաստան կոവിഡ്ի ժամանակ։ Մագիստրատուրաս ոնց որ կարելի ասել ստեղ եմ ավարտել, որտեղ on-line էր, իմաստ էլ չկար այնտեղ մնալ ու դրանից հետո մեկ էլ 2 տարի Ամերիկայում գնացել ու 24 թվին արդեն լիովին վերադարձել եմ Հայաստան։ Թայլանդում ավելի շատ կողմնորոշվեցիր, որ հենց ֆինանսներն է հետաքրքիր, ոնց այդ պահը։ Չի ասի, Թայլանդում ես երեխա էի ու իրականում այդ հարցը շատ է գալիս, հիմա այս օրինակ նաև Ամերիկա բանկում աշխատելուց բացի Quantum IB ծրագիրն եմ դասավանդում, Economic and Business Management, այդ նույն ծրագիրն է, ինչի ես անցել եմ Թայլանդում վերջի 2 տարում։ Ու Այս երեխեքը, որ արդեն սենց որոշած գիտեն, որ համալսարան են ուզում գնան, դիմել, բան, խորհրդի տեսանկյունից ինձ հարցնում են, առաջի խորհուրդներից մեկն է, որ ասում եմ մի անգլերեն ասած do not specialize early, որտեղ դու իրականում այդ տարիքում պատկերացում չունես դու ինչ ես ուզում անես, քեզ թվում է դու պատկերացում ունես, որտեղ կողքից քեզ ծնողներդ, հասարակությունը ասում է, գիտես ինչ, ֆինանսները այդ ստատուսով ինչ որ կտորա, որտեղ դու կարող ես լավ փող աշխատել, կամ բժշկությունը, կամ իրավաբանությունը, բայց դու ինքդ ու այդ օքեյ է։ Այն որ դու գնում ես համալսարան, բակալավրը, ասենք դեռ չավարտած, չես իմանում ինչ պետք, այդ օքեյ է, դու պետք է սկսես աշխատել,
մի քանի տարբեր բաներ անես, որ ինքդ ստույգ հասկանաս։ Ու իհարկե կան բացառություններ, որ երեխեք կան տաղանդավոր են, մակ սպորտի մեջ, գիտեմ, երաժշտության մեջ։ Հա, նախապես կան խորոշված է իրանք ինչ պետք է իրան գիտեն ինչ են անում, ու էլի կան բացառություններ, օրինակ ֆինանսների մեջ էլ կամ իրավաբանություն, բայց հիմնականում մեծ մասը չեն իմանում ինչ անեն։ Իրանց թվում է իրանք գիտեն, ես էլ նույնպես։ Ինձ թվում էր, որ այդ տենց ֆինանսներն ա, որ փողաբերում, հետաքրքիր է, ես թվեր միշտ սիրել եմ, բայց ինքը մինչև չես աշխատում, չես հասկանում, որ կտորնակ ես հետաքրքիր։ Հա, իրականում այնքան լավ նկարագրեցիր, որտեվ ես հիշում եմ, որ ես էի ավարտում։ Ես մաթեմից մի քիչ ավելի լավ էի ու տենց էր ուղղակի, եթե դու մաթեմից լավ ես, պետք է գնաս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան կամ մի քիչ ավելի շատ ռիսերչ անել դեպքում կիրառական էլ էր հնարավոր, բայց իրոք չէինք նայում, էլի այդ մասնագիտությունը ինչ ենք դառնալու, նայում էինք, որ վարկանիշը համալսարանից բացի, թե որ ֆակուլտետը պետք է ընդունվենք, նայում էինք զուտ վարկանիշով։ Դե այդ տարի ֆինանսների վարկանիշները ամենաբարձրը պետք է ընդունվեի ֆինանսներ կամ կառավարում, լրիվ տարբեր մասնագիտություններ են, չէ՞, բայց ես հանգիստ երկուսն էլ կարայի ընդունվեի, որտեվ հասարակությունը, ահա օրինակ որ չի եղել, որ մի մոմենտ IT-ն էր շատ նենց գրավիչ, երեխեքին, բոլորին, են որ IT-ն է փող բերում հիմա, չգիտեմ ինչն է ճիշտ ասած, իմ կարծիքով հիմա ձեռքով աշխատանքը պետք է գրավիչ լինի, trades որ ասում են, եթե դու ունես տաղան ձեռքով, չգիտեմ, ինչ որ բան կառուցել, լինի այդ carpentry կամ չեմ իմանում, ձեռքով աշխատանքը գնալով իմ կարծիքով շատ ավելի գրավիչ է լինելու, բայց հասարակությունը, օրինակ ոնց է, չէ, կվերցնես էլեկտրիկին կամ չգիտեմ սանտեխնիկին, չէ, ոնց տենց գործերը մի քիչ ամոթ է բանա, բայց եթե դու այսօր նայես զարգացած երկրներում, լինի Կանադան ու Ամերիկան, իրանք ամենաբարձր վարձատրվող գործերից են, որովհետև շատ քիչ մարդ է դրանով տիրապետում, իրական հասկանում Հիմա բոլորը ուզում են կոմպյուտերի առաջ նստած կոդ գրեն կամ ֆինանսներով զբաղվեն, որը ռեալ, եթե ես հիմա նայում եմ, իմ համար այդքան հետաքրքիր չի։ Ինձ որ հարցնում են ֆինանսներ, ես սենց բան եմ մնում, ասում եմ, քիչ ավելի հետաքրքիր բան մտածեք, էլի։ Իմ փոքր քուր ախպերը որ հարցնում են ֆինանսներ, դու ֆինանսների մեջ ես, ասում եմ, չէ։ Հա, շատ լավ բան ես ասում։ Ուղղակի իրոք այդ դիպլոմ ունենալը մեր մոտ, սենց հասարակության կողմից շատ պարտադրված երևույթ է։ Կօգտագործես, չես օգտագործի այդ դիպլոմը, իրոք քեզ պետք է, էական չի, կապ չունի որ 4 տարի դու ծախսում ես էլի դիպլոմ ստանալու վրա։ Լրիվ համաձայն եմ։ Ու հետո հատկապես 3-4 կուրսերից էլ սկսում են արդեն աշխատել, դասերը արդեն շատ հետին պլանամղվում, բայց կապ չունի, պետք է այնքան survive անել, մինչև դիպլոմը ստանալ։ Ամբողջ աշխարհում է տենց, որ երեխեքը սկսում են հիմա ստեղ օրինակ Հայաստանում այդ կուլտուրան աշխատելու, որ դու ուսանող լինելով աշխատում ես, ես ոնց հասկանում եմ նոր ա մտնում։ Դրսում դու առաջի կուրսից, high school-ից ես սկսում աշխատել, որտեվ ստեղ եթե ասենք չափահաս երեխեքը 18-19 տարեկան նոր են սկսում ծնողներից առանձնանալ, որտեղ ստեղ ընդունված չէր։ Հիմա ինչ են ան բոլորը եկամտահարկով տներ են գնել, ջահելությունը, չէ։ Ահագին ուշ է տեղի ունենում էլի։ Ահա։ Իսկ դուսը ոնց որ ծնողը ասում է 18 տարեկանից դու արդեն ինքդ քո գլուխն ես սպայելու, ես քո համասանի փող ինչ որ չափով կտամ, էդ էլ կարող ես ինքը չի տալի, ասում է գնա պարտքով փող վերցրու բանկերից կամ կառավարությունից, գնա քո գլխի ճարիքը տես։ Ու այդ երեխեքը իրանք պարտադրված սկսում են համ սովորել, համ աշխատել։ Նույն բանը ինչ որ չափով իմ հետ է տեղի ունեցել, որտեվ բեռը, քանի որ ես միջազգային ուսանող էի, նախ ծնողներից վրա մեծ էր, լավ այն ժամանակ լույս հիմնադրամը կար, իրանք իմ համասարանը մտնում էր top 25-ի մեջ ու իմ բախտը բերեց, որտեվ դրանից մի տարի հետո արդեն top 10 դարավ իմ համասարանը չէր մտնում, բայց իրանք լիովին փագեցին։ Ես հետո որ IB ծրագիրը անում էի տրանսֆեր կրեդիտներ ունեի ու ինչ այդ ինձ տվեց, որ ես կարողացա 4 տարվա փոխարեն 3 տարում ավարտեմ, որ այդ բեռը ֆինանսական իմ ծնողների վրայից հանեմ։ Տակը էլի կեսը ոնց որ ծնողներս պետքա փագեին։ Բայց ես այդ ընթացքում նա համ աշխատում էի, ամառները գնում էի Ամերիկայում էի աշխատում, հետո էլ սկսեցի համասարանում աշխատել, որ գոնե իմ ձեռքի տես ծախսը ամսական կարողանամ փագեմ։
մեր համար հայերով որ մենք օրինակ դուսը սովորում ենք, այդ խորթ էր։ Մենք սովոր չէինք, որ մենք կարող ենք համ սովորել, համ աշխատել, բայց այդ երեխեքին որ դու նայում ես քո տարիքային, որ երկուսն էլ անում են ու հասցնում են, դու սկսում ես հասկանալ, բա դու ինչի՞ չես անում այդ դեպքում։ Հա, մեծ մի քիչ չգիտեմ։ Այստեղ հիմա ես որ նայում եմ ուսանող երեխեք որ աշխատում են, շատ ողջունել է իմ համար, շատ է դուրս գալիս, այդ ճիշտ է այտենց։ Հնարավորություններն են, որտեվ հիմա կան, օրինակ բանկերից շատ է լինում։ Ես էլ եմ այդպես սկսել աշխատել 3-րդ կուրսի կեսից, ուղղակի ծրագրերից մեկով սկսել եմ մտնել բանկ ու կեսդրույքով սպասարկող էի աշխատում, այդպես եմ սկսել։ Բայց առաջ այդ նմանատիպ գործեր անելու հնարավորություն կեսդրույքով 1000-ից 1 էր լինում։ Նախընտրում էին, չգիտեմ, դասից հետո հնարավոր է գնային ինչ-որ խանութում աշխատեին կամ ինչ-որ արաքսնդի կետում աշխատեին, այդ ավելի տարածված էր ու սովորելու հետ համատեղելն ինձ թվում է ավելի դժվար էր։ Իսկ sense եթե քո մասնագիտությանը մոտիկ ինչ-որ բան ես կարողանում անել, դե բնականաբար ավելի լավ է։ Միանշանակ ու շատ ավելի հասանելի, ոնց որ ասացիր, հասանելի գնալով Հայաստանը շատ ավելի արագ է զարգանում, որը իհարկե երևում է, էլի դու ունեցա որ եթե ստեղ էլ չես ապրել, գաս մի քանի ամիս մնաս, նու լավ, չասեմ որ ստեղ չես ապրել, բայց եթե մի 5 տարի առաջ եկել ես Հայաստան ու հիմա ես գալի Հայաստան, ակնհայտ է տարբերությունը։ Ու այդ երեխեքն էլ ուսանող, որ նաև համ աշխատում, համ սովորում են, իհարկե շատ ողջունելի է, էլի։ Մեր ժամանակ մենք որ ընդունվում էինք, հենց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ասեմ, որտեղ ես այդտեղ եմ սովորել։ Հենց ընդունվելուց արդեն պետքա կար ֆինանսներ մեծ կուրս ու կար դրա մեջ 4 մասնագիտացում։ Մեկը հենց ֆինանսներ էր, մեկը կորպորատիվ ֆինանսներ, մեկը բանկային գործեր, մեկը ապահովագրություններ եւ մեկն էլ, եթե չեմ սխալվում, մաքսային գործեր, բայց իրոք այդ ժամանակ ես ինձ եմ որ հիշում 17 տարեկան էի, իմ համար sense բառեր էին, որ ես առանձնապես չէի էլ պատկերացնում, տես մի քիչ բանկային գործներ ինձ ավելի հոգեհարազատ այդ պահին ավելի շատ երևի բանկերից էի հասկանում։ Գնացի սովորեցի բանկային գործ, հա։ Հետո բայց փոխվեց ու մենք ավարտելուց արդեն նոր կուրսերը որ ընդունվում էին, իրանք պետք է 2 տարի ընդհանուր սովորեին ու 3-րդ կուրսից նոր ընտրում էին, թե որ մասնագիտացմամբ են ուզում խորանան։ Հետաքրքիր է, օրինակ դրսում ոնց է կազմակերպվում, ոնց է այս պահը։ Նա իրականում կախված է թե որ երկրում ես դու սովորում։ Եվրոպան, Ամերիկան, Կանադան մի քիչ իրարից տարբերվում են։ Ես միշտ երեխեքին ասում եմ ու այդ իմ փորձից եմ ասում, որ օրինակ Անգլիա դժվար է ընդունվել, հեշտ է սովորել։ Կանադա հեշտ է ընդունվել, դժվար է սովորել։ Ամերիկա դժվար է ընդունվել, դժվար է սովորել։ Բայց օրինակ ես հիմա Կանադան կարող եմ ասեմ, Կանադան ինչ է անում, ինքը առաջի տարին այդ որ ասեցի specialize մի եղի շուտ, ինքը թողում է, որ դու ընտրես տարբեր առարկաներ ու հասկանաս դու ինչ ես ուզում, դու major, minor կամ specialist չես ընտրում առաջի տարում։ Առաջի տարուց հետո նոր դու պետք է որոշես, թե դու որ ուղղվածությունն ես վերցնում։ Այդ ժամանակ դու կարող ես անել double major double minor կամ specialist։ Ես արել եմ specialist, այդ այն ամենա sense ուղղվածությունն է մի գծով խորացված։ Մարդիկ կան, օրինակ իմ ախպերս Տորոնտոյում ինքը double major արել։ Ու ոնց որ դու այդ առաջի տարին քո համար թողում են, որ մի հատ հասկանաս, մեկա չես հասկանում իրականում, շատ կարճ է այդ առաջի տարին, բայց ինչ որ չափով պատկերացում ունենում ես։ Անգլիայում եթե չեմ սխալվում, այդ մի քիչ էլ տենց չի, որտեվ այնտեղ բակալավրները հիմնական 3 տարի է, ոչ թե 4 տարի է, կարող է փոխվել է, չեմ իմանում։ Ամերիկան Կանադային շատ նման է այդ առումով, կրեդիտներով է, ու եթե դու ունես տրանսֆեր կրեդիտներ, քո high school-ից դու կարող ես, չգիտեմ, ինչ որ ավելի դասեր վերցնել ու ավելի շուտ ավարտել։ Անգլիան ու Եվրոպան մի քիչ տենց չեն։ Իրանք ավելի տենց հստակ, ստույգ դու գնում ես այդ ուղղվածությամբ, կոնկրետ առարկաները կան, անում ես ու գնում ես առաջ։ Կարող է փոխվել ինչ որ չափով, բայց ես տենց գիտեի, երբ որ մենք էինք ընդունում համալսարաններ, էլի։ Իսկ արդեն սովորելուց հետո քո պատկերացումները ոնց էին, փոխվեցին, արդարացվեցին, հիասթափվեցին։ Նայած ինչ առումով։ Հիմա նայ, իրականում, երբ որ երեխեք ինչ են ցկտուն գնալ դու սովորելու, իրանց մոտ ինչ պատկերացումներ են քո կարծիքով։ Ինձ թվում է մի քիչ ուսանողական կյանքի մասին նաև հետաքրքիր պատկերացումներ ունեն։ Մենակ սովորելը չի։
Երևի ավելի շատ այդ ասպեկտն է իրանց ձգում ու հետո նաև դրսում գործ գտնելը ավելի հեշտ կլինի, եթե դրսում ավարտած լինեն։ Ինձ թվում է այդ երկու ֆակտորն է շատ ազդում, որ շատ են ուզում գնան դրսում հենց սովորեն։ Բայց դրսում գործ գտնելը ինչ են իրանք հենց այդ դրսում ուզում գործ գտնեն քո կարծիքով։ Դե չեն ուզում երևի ստեղ ապրեն։ Ինչի։ Թերագնահատված է մասնագիտությունը։ Չէ, որովհետև իրանց պատկերացումները Հայաստանի մասին այդքան էլ լավը չեն իրականում։ Հիմա նայ, ես տարբերությունը ասեմ, ես երբ որ գնում եի դուրս սովորելու, իմ ծնողներս, իմ պատկերացումը ոնց էր, իմ ծնողներս ու շրջապատս ինձ ուղարկում է դուրս սովորելու, որ ես Հայաստանից դուրս գամ ուղակի։ Իմ մեջ այդ պատկերացումն էր մտել, որ ես Հայաստանում, եթե ես գնացի դուրս սովորելու, Հայաստանում համապատասխան գործ չեմ գտնի, համապատասխան չեմ վարձատրվի եւ այլն եւ այլն։ Իրանք ամեն ինչ անում են, որ ես փախնեմ ստեղից։ Այդ որ թիվներ 2007-ը չասեմ, որտեղ այդ high school-ներ 7-ից 11-ը, 11-ին Տորոնտո եմ գնացել, 14-ին ավարտել եմ։ Ուզում եմ հիշեմ Հայաստանի համար այնպես ված շրջան էր, որ Դե 2008-ը ճգնաժամներ ամբողջ աշխարհով մեկ, ինքը իրական լավ տարիներ չէին, բայց եթե համեմատում ենք 14-15 թվին, հիմա լրիվ 180 աշճան տարբերվում է, էլի, եթե հենց վերցնենք ֆինանսական հենց սեկտորը ստեղ, ասենք կապիտալի շուկան, այն ժամանակ կապիտալի շուկա սկի չկար Հայաստանում, հիմա ամեն երկրորդ երևի մեծ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում, որը իրականում կապիտալի շուկան հենց տենց է զարգանում, դու տանում ես ավանդներից դեպի պարտատոմսեր, պարտատոմսերից ավելի բարդ գործիքներ կլինեն այդ բաժնետոմսերը, հետո ածանցալ գործիքները, տենց սկսում է երկիրը զարգանալ, ներդրողները զարգանալ, բայց հետ վերադառնալով ոնց որ համասարանի այդ պահին, իմ մոտ հետ վերադառնալու միտք երբեք չի եղել այդ ժամանակն, որովհետև իմ ընկերներս օրինակ ավարտեցին, հետ վերադարձան, իմ մոտ բաներ, որ ես չէ պետքա մնամ, աշխատեմ, ստեղի քաղաքացիություն ստանամ ու տեսնենք էլի ոնց կլինի, բայց այդ ամեն ինչը կամաց իմ մոտ սկսեց փոխվել, ես միշտ Հայաստան հետ եմ եկել, տարին երկու անգամ, ես ունեցա, որ եթե ինձ մարդիկ ճանաչում են, ով ճանաչում է, լավ ճանաչ, ով չի ճանաչում իմ մեջ շփվեց, կյանքում չի պատկերացնի, որ ես դուսն եմ ապրել, իմ գիտակից կյանքի մեծ մասը։ Ու երբ որ ես հետ էի գալիս, վերջի տարիները սկսում էր արդեն Հայաստանից ավելի շատ ձգել։ Տարբեր մարդկանց հետ էի շփվում, տարբեր մարդկանց հետ էի հանդիպում։ Ու կովիդը, ռեալ կովիդը ամենամեծ պատճառն էր, որ ես որոշեցի գամ Հայաստան։ Այնտեղ շատ դաժան էր կովիդը, զարգացած այդ երկրնում, Կանադան G7 երկրներից, 7 զարգացած երկրներից ամենադաժան կովիդի այդ փակումներ ունեցավ։ Իրանք ստիպում էին, որ դու տանը մնայիր, ոչ մի բան բաց չէր։ Ասենք ջիմերը փակ էին, բայց ալկոհոլի խանութները բաց էին։ Լոգիկա չկար էլի Կանադայի, այդ Կանադան է, տենց ես ռեալ բան եմ ասում։ Ու երբ որ ես մագիստրատուրաս անում եմ, ես մագիստրատուրաս անում էի բավական Տորոնտոյի համալսարան, նախ համար 1 համալսարանն է Կանադայում, իսկ մագիստրատուրան ես որ անում եմ, ինքը համար 1 ֆինանսական, ինքը շատ խորը նեղ ուղղվածություն ուներ, financial risk management էր ինքը, հենց ռիսկերի կառավարում ու համար 1 կուրսներ Կանադայում։ Ամբողջ իմաստն էր, որ այդ կուրսը դու անելուց լինես ներկա։ Փորձեցին, չստացվեց, մի դաս, 2 դաս գնացինք, հետո էլի այդ բաները։ Կեսից ես արդեն նենց էր, որ ասեցի ես գնում եմ Հայաստան։ Ես ռեալ չեմ ուզում էլ ստեղ մնալ, որտեղ գժվում էի տանը նստած։ Մենք էլ ես տենց մարդ եմ, որ չեմ սիրում էլի տանը նստել։ Եկա Հայաստան ու ես կյանքում չէի պատկերացնի, որ Հայաստանը կարող է ինձ այդպես դուր գա։ Ու հետո ես սկսում եմ հասկանալ, որ այդ այն ինչը որ իմ մեջ տենց մցրել էին, որ սենց չէ, սենց չպետք է նենց լինի, այդքան էլ տենց չի։ Հիմա երեխեքին ես ամենայն դեպս ասում եմ, դուք ունեք ընտրություն։ Ձեր պատկերացումները, որ դուք գնում եք դուրս սովորելու, ավարտելու եք համալսարանը ու լավ գործ եք գտնելու, իրականությունից շատ հեռու է, շատ հեռու է։ Նախ առաջինը բակալավրը կապ չունի որտեղ ես անում, կլինի Տորոնտո, Օքսֆորդ, Հարվարդ, թե ուր ուզում լինի։ Բակալավրի վրա իրականում կշիռ չեն դնում, տենց որտեղ դու խակ ես հլը։ Երկրորդը
երբ որ դու ավարտեցիր լավ բակալավր, դու եթե քեզ թվում է դու դիմելու ես գործի ու քեզ ինտերվյու են կանչելու, դու չարաչար սխալվում ես։ Չարաչար։ Քո պես, եթե դու Հայաստանում օրինակի համար օլիմպիադա ավարտած երեխա ես, տենց ուժեղ երեխա ես, մի հատն ես, քո պես միլիոնատ երեխա կան դեռ։ Մրցակցությունը շատ մեծ է։ Իրականությունից պետք չի կտրվել ընդհանրապես երրորդը։ Կապերը շատ մեծ դեր են խաղում, թե Հայաստանում, որ ասում ես, տեղ Հայաստանում ամեն ինչը կապեր նույն բանը ընդեղ է։ Բայց ընդեղ քոպես միլիոնավորներն են։ Ստեղ քոպես դուսը սովորած կաղը շատ ավելի քիչ են։ Զարգացող երկրներում շատ ավելի քիչ են։ Դրա համար այդ պատկերացումներ երեխեքի տանեմ $75,000 Կանադայի Տորոնտոյի համալսարանին տամ տարեկան ու հետո ես այդ փողը կհանեմ շատ արագ, երևի թե այդքան էլ տենց չի։ Կարող է բացառություններ միշտ էլ կան, բայց երբ որ ունեք երեխեքը իմ IB երեխեքը Տորոնտոյի համալսարան էին ընդունվել, իրանց փոքր scholarship-ներ էին տվել, եկան ինձ հարցրեցին, արժի գնալ ես գնալ, ես ասացի ֆինանսներ ես անելու, հա, միանշանակ ասացի չէ։ Բայց ինչի։ Գնա նենց համալսարան, որը այդքան թանկ չի, որտեվ դու սովորելու ես նույն ֆինանսները ու էլի եմ ասում, բակալավրը իմ կարծիքով այդքան կարևոր չի, այ հետո մագիստրատուրան, թե դու որտեղ կանես, այդ զգուշ կընտրես դու, որը ու մի հատ խորհուրդ է այն բանով, որ մագիստրատուրան մի անգամից բակալավրից հետո անենք, թե չէ, միանշանակ չէ, բայց ես հասկանում եմ, որ տղա երեխեք ունեն բանակի խնդիր, իրանց մոտ այդ պահը կա, լավ, ինչ որ չափով այդ պահը կարամ հասկանամ, որ իրանք ուզում են մի անգամից անեն, բայց եթե դու այդ խնդիրը չունես ու կարող ես շրջանցես, աղջիկ ես կամ, չգիտեմ, ստեյ քաղաքացի չես, միանշանակ իմ խորհուրդը, որ բակալավրից հետո մագիստրատուրա չանելն է։ Իսկ ինչ անեն, մի քիչ աշխատեն, հասկանան հետո։ Դու գնում ես բակալավրից հետո, մեկը քո ուզած գործը հիմնական դու չես գտնելու։ Եթե քեզ թվում է, որ դու ֆինանսները ավարտելու ես ու միանգամից մտնես investment banking ու գնաս, ասենք M&A անես կամ չգիտեմ capital markets-ում լնես, մոռացի։ Դու հիմնական երևի սկսելու ես retail-ից կամաց շարժվելու ես առաջ։ Բայց դու աշխատել ես Կանադայում, ես տեսա, որ Ես աշխատել եմ, շատ դժվար իհարկե, իմ բախտը բերել է։ Ես որ հիմա ասենց հետ եմ նայում, ինձ որ ինտերվյուի կանչեցին, ռեալ իմ բախտը բերել է։ Պատմածից որտեվ տենց 1% էր հավանականությունը ինտերվյուի հասնելու։ Ու դες ոնց էր, ես բացի բակալավրից արել եմ կուրսեր, որը իրականում լավ կլինի որ քո employer-ը ոնց որ գործատուն փակի քո համար, բայց ես արել եմ, որ գոնե ինչ որ չափով տեղ տար, ես part-time եմ ընդունվել գործի, teller չէ, financial advisor, այսինքն ոնց են ասում, ֆինանսական խորհրդատու։ Հա, այդ պոզիցիայով ես մտա, բայց part-time։ Իմ բախտը լրի բերել է, որտեվ այտենց part-time տենց պոզիցիա չկար այդ ժամանակ, կոնկրետ ինչ որ մասնաճյուղ էր պետք, ես դիմել էի ու իրանք չգիտեմ ոնց ռեզումես վերցեք, արդացել էին, հրավիրել էին ինտերվյուի ժամանակ դուրները եկել էի։ Ու տեղից նոր արդեն կամաց առաջ եմ գնացի, արդեն ներդրումային կտորը բանը։ Հետո բայց նեղ մասնագիտացումը արդեն հենց ներդրումների ոլորտում էր։ Նեղ մասնագիտացումը հենց ներդրումների ոլորտներ, իմ ամենանեղ մասնագիտությունը այդ նավթն է։ Նավթի հենց ինքը commodity ասածը, չեմ ասի physical trading-ը, մի պահ ես շատ էի ուզում։ Իրականում ես պետք է գնայի physical trading-ով զբաղվել գազի, Gazprom-ում Անգլիա, իրանց trading desk-ը Անգլիայում էր, բոլոր ինտերվյուները անցել էի, պետք է գնայի ես իրանց հենց բնական գազի trading desk-ում աշխատեի, նա Ուկրաինայի Ռուսաստանի պատերազմը սկսեց ու այդ լրիվ փակվեց։ Իսկ ինքը քանի որ շատ նեղ մասնագիտական է, այդ դու ամենտեղ չես կարող աշխատել, օրինակ նույն Կանադայում, Ամերիկայում, Կանադայում դու պետք է գնաս Ալբերտայում աշխատես, Ալբերտանը կտրված է ամբողջ երևի Կանադայից ցուրտ, էդ էլ կար, որ ես կարող էի գնայի, մեկ էլ Ամերիկայում Տեխասն է, բայց դա Ամերիկայի թղթեր չունեի, այն ժամանակ այդ ոնց որ չէր դիտարկվում։ Իմ հենց այդ նեղ մասնագիտականը կոնկրետ նավթի ու գազի ուղղվածությունն ա եղել, ես հետո սկսեցի family office-ներին Ասիայի consulting անել ներդրումների տեսանկյունից, թե Ամերիկայի ու Կանադայի որ ընկերությունների մեջ իրանք ներդրումներ անեն, այսինքն ես
full իրանց modeling էի սարքում, հենց նավթի ու գազի ընկերություններով, իր ռեզերվներով, ամեն ինչով ու մոդելների վրա վերլուծություն էի տալի, մի 3-4 էջանոց գրառումներով, գրաֆիկներով ու ասում էի այս ընկերության մեջ արժի ներդրում կատարել, ինչի արժի, ինչ ժամանակահատվածով կարելի է դիտարկել եւ այլն։ Հա, այդ ամենահետաքրքիրն է։ Հա, որտեվ ու պատասխանատուն երևի։ Ինձ օրինակ այդ պիրուդը շատ հետաքրքիր էր իմ համար։ Հետ գանք նորից այն կտորին, որ ասում էիր մագիստրատուրա ընտրելուց մի քիչ ավելի զգույշ լինեն եւ ուշադիր լինեն։ Այստեղ այդ հարցս առաջացավ նաև նրանից, որ այդքան խորհուրդ չէի տալիս $75,000 ծախսել եւ ընդունվել Տորոնտոյի համալսարան բակալավր անելու, բայց CV-ների մեջ արդյոք կարևոր չի, որ հենց գրած է լինում այս ինչ համալսարանի բակալավրը։ Հարցը որտեղ, որ երկրում։ CV-ին։ Հա, որ երկրում ենք CV-ին դիտարկել, թե Հայաստանի մասին է խոսքը, իհարկե ինքը շատ լավ է, բայց եթե օրինակ Կանադայի մասին է խոսքը, Տորոնտոյի համալսարանը 100,000 ուսանող ունի։ Ինքը ամենամեծ կամպուսներից մեկն է, երբ որ վերցնում ենք համալսարաններն ու Չինաստանը, Հնդկաստանը մի կողմ դնենք, որտեղ իրանք ունեն համալսարաններ, որ միլիոններով է իրանց մոտ։ Բայց եթե մենք վերցնում ենք միջազգային համալսարաններ, ինքը top մեծությամբ 10-15-20 կարող է լինի, էլի, այդտենց 100,000-ը շատ մեծ թիվ է։ Ու հիմա պատկերացրու, որ քո պես դիմում են օրինակ բանկ Կանադայում 2,000-3,000 հոգի մարդ ու բոլորինը գրած է Տորոնտոյի համալսարան։ Հա, հասկացա։ Բակալավր։ Կամ լավ գրած է օրինակ McGill, որը Մոնրեալի համալսարանն է, թոփելի համալսարան, կամ գրած է British Columbia, University of British Columbia։ Ինքը էլի ինչով է ինքը քեզ տարանջատում մնացածից։ Ռեալ ոչ մի բանով։ Բա ինչ անեն, օրինակ չգիտեմ, սերտիֆիկատների մասին ինչ կասես, քննություններ, որ կան CFA-ը։ Դե նայ, օրինակ CFA-ն ու FRM-ը, հիմա եթե ես մտնեմ յուրաքանչյուր job description, ֆինանսական կտորում, հիմնականում գրած ալնելու ցանկալի է ունենալ CFA կամ FRM։ Դուսը դա ընդհանրապես գրել են job description-ի մեջ, ոչ մեկին այդ պետք չի իրականում։ Ստեղ ինքը լավ է նայվում, էլի զարգացող երկրներում, որտեղ ինքը քեզ տարանջատում է։ CFA-ը ինքը իրանով, ինքը հեշտ կուրս չի անել։ Ընդհանրապես։ Ինքը բավականին ծավալուն է, ինքը ամեն մեկը չի որ կարող անի, բայց 10 տարի առաջ համեմատելուց ինքը դառել է շատ ավելի հասանելի։ Ես իմ կարծիքով CFA-ը իր գինը բավականին գցել է, որտեղ առաջ, երբ որ 15-16 թվերի մասին է խոսքը, դու CFA չէիր կարող մի տարում հանձնել։ Դու level 1-ը 2 անգամ էր տարին, level 2-ը մի անգամ, level 3-ը մի անգամ։ Այսինքն դու եթե level 1-ը հանձնեցիր, դու կարող ես մյուս տարի նոր level 2-ը հանձնել, մյուս տարի նոր level 3-ը հանձնել։ Իսկ հիմա դու կարող ես մի տարվա մեջ 3 level-ն է հանձնես։ Այսինքն շատ ավելի հասանելի է դառը։ Հա, բայց ռեալ է, մի տարվա մեջ 3 level հանձնել։ Հա, մարդիկ որ անում են, եթե տենց կպնես անես ու հասկանում ես, ինքը կարող ես հանգիստ անես այդ։ Ես օրինակ ինքս առաջի level-ը մի անգամ կտրվել եմ, հպարտությամբ նշեմ։ Բայց հետո զուտ հաշվարկներ մի քիչ արեցի ինձ արդյոք հիմա ինչքանով է պետք է այդքան ժամանակ ծախսել դրա վրա, որոշեցի էլ չանդրադառնամ համենայն դեպս այս պահին այդ քննությանը։ Ես level 1-ը անցել եմ, level 2-ը ես պետք է հանձնեի, գրանցվել էի մենակ մի պատճառով, երբ որ ես ընդունում էի իմ մագիստրատուրան, իրանք ունեին prerequisite-ներ, որ level 2-ը փակում էր։ Ես ուզում էի level 2-ը հանձնեի, որ այդ քննությունները չտայի համալսարան ընդունվելուց, բայց COVID-ը սկսեց, level 2-ը cancel եղավ իմ մոտ, ես այդ ստիպված այդ քննությունները համալսարանի հանձնեցի, ընդունվեցի համալսարան, այդ ժամանակ ես չէի կարող ես որտեղ full time աշխատում էի, full time համալսարանում էի ու մի հատ CFA level 2-ի համար պարապետ, մի քիչ իմ համար բան դառավ ու իրանք փողն էլ հետ չտվեցին, ինչքան ես իրանց բան արեցի ու տենց կորեց, դրանից հետո արդեն ռեալ պետք էլ չէր CFA-ը։ Հա, որտեվ ֆինանսական ներդրումն էլ է շատ իհարկե, բայց ժամանակային ներդրումը մի քանի անգամ ավելի շատ է, պետք է կոնկրետ մի քանի ամիս կտրվես կյանքից ու CFA պարապ։ Նայ, CFA-ը, երբ որ մարդ գալիս է ինձ ասում է CFA-ը անցե, 3 level-ն է, ինձ սենց ասեմ, ինձ իր գիտելիքների մասին ոչ մի բան չի ասում։ Ինձ մի բան է ասում, որ ինքը ունի դիսցիպլինա, ու ինքը աշխատասեր է, ու ինքը այդ արել է։ Այդ ասում, բայց գիտելիքների տեսանկյունից, եթե դու չես աշխատում այդ
սեկտորում ու ամեն օր չես կիրառում, որտեվ ինքը թեորետիկա, ինքը պրակտիկալ ոչ մի կտոր չունի իր մեջ։ Ես դրա համար այդքան չեմ հավանում CFA-ին, նույնն էլ FRM-ը։ Կան շատ ավելի լավ կուրսեր, որոնք պրակտիկալ են, օրինակ CFI ինստիտուտինը, Corporate Finance Institute, իրանք ունեն on-line դասեր, FMBA-ը, որը ես արել եմ, ու այնտեղ հիմա շատ ավելի շատ տարբեր կտորներ են, որ ամբողջը պրակտիկալ է։ Իրանք քեզ 0-ից սովորացնում են մոդելներ հավաքել, գնահատումներ անել, նույնը հիմա արդեն AI օգտագործել, Claude-ը ոնց օգտագործել Excel-ի մեջ, Python ոնց օգտագործել, շատ ավելի պրակտիկալ է, ու երբ որ ինձ հարց են տալիս, ես առաջի հերթին այդ եմ խորհուրդ տալիս։ Բայց այդ job description-ների մեջ, երբ որ դու գործ ես դիմում, իրանք մոտ գրած է ցանկալի է CFA ունենալ կամ ցանկալի է FRM ունենալ։ Ուշադրություն դարձնում են էլի, ոնց որ զարգացած երկրներում ռեալ եմ ասում, ընդհանրապես չեն դարձնում ուշադրություն։ Կարևորը քո փորձն է, դու ինչ ես արել, որ մնացածից ինչ որ չափով տարանջատվես։ Իսկ այդ փորձը ոնց հավաքեն։ Հենց այդ է խնդիրը։ Ես ինչի եմ բան, որ այդ երեխեքը համասանը ավարտում են entry level job-ի են դիմում իրանք։ Job description-ում գրած է 3 տարվա փորձ ապրել։ Այդ նույն բանին ժամանակ ես դու նայում ես, ասես ոնց եք ուզում ես 3 տարվա փորձ ունենամ, հա, համասանում ինչ որ internship-ներ կամ ձեռի հետ աշխատեի, ես այդ հնարավորությունը չեմ ունեցել։ Ես Հայաստանից եկել եմ Կանադա, ինձ արդեն մի քիչ ուրիշ ձև են նայում։ Դե, ասենք акցենտ, բան, այդ ամեն ինչը կա ու սուտ է, որ ասեն չկա, ամեն տեղ կա այդ տարբերվի։ Ու դուք ուզում եք ես 3 տարվա փորձ ունենամ, նոր եմ համասանը ավարտել, դուք էլ entry level job եք գցել։ Այդտեղ է խնդիրը։ Ու տեղ նոր գալիս այն փաստը, որ պետքա վсё-таки ինչ որ ծանոթություն ունենաս, որ քեզ օգնի այդ վերջի մի տարին կամ 2 տարին համասանի մի հատ լավ internship անես, ու հետո իսկ մագիստրատուրան քեզ օգնում է, որ դու այդ անես։ Օրինակ ես մտածում եմ մագիստրատուրան network-ի հնարավորություն շատ է տալիս։ Ու երեխեքը, որ ակտիվ են լինում, ես հանդիպել եմ երեխեքի, որ նես լավ ակտիվ են, sense տարբեր իվենտների են գնում։ Տարբերությունը որն է մագիստրատուրի ու բակալավրի հիմնական։ Նախ դասարանները շատ ավելի փոքր են։ Ես բակալավրում առաջի կուրսում դասարան ունեի 300-400 հոգի էինք։ Իմ ընկերներս դասարաններ ունեին political science-ին, իրանք կամ 1000-ից 1500 հոգի էին։ Մեծ, այսենք auditorium, օպերայի պես մեր օրինակի համար, այդ տենց վերևից ներքև ու դու ասես բեմի վրա դասախոսը դասա տալի։ Երկրորդը, դասախոսները հիմնականում հենց եթե մենք խոսում ենք ֆինանսների մասին, հենց ֆինանսական ոլորտում էլ աշխատում են։ Այսինքն այնտեղ կլինի Citibank-ը, կլինի Royal Bank of Canada, կլինի TD Bank-ը, աշխարհի մեծագույն բանկերից գալիս են քեզ դաս են տալի ու դու ոնց որ իրանց հետ բան ունես, կոնտակտ ունես։ Այդ մագիստրատուրան քո համար ապահովում է։ Երրորդը իրանք պարտադիր, նայած ինչ մագիստրատուրան, իմը պարտադիր internship-ի կտոր կար։ Paid ու unpaid։ Եթե բախտդ բերում է, paid-ի մեջ ընկնում ես նորմալ համ internship-ն ես անում, համ էլ վճարվում ես, վարձատրվում ես դրա համար։ Այդ կտորն է կա։ Դրա համար կարևոր է, որտեղ ես դու մագիստրատուրան անում։ Եթե դու Harvard-ում անես, այդ լրիվ ուրիշ արդեն աշխարհ է քո համար։ Harvard-ը ամենամեծ endowment fund ունի համալսարաններում, մոտարապես, եթե չեմ սխալվում, $60 միլիարդ են իրան կառավարում։ $60 միլիարդ։ Ինչի համար են այդ իրանք անում, ուր են այդ փողը, չէ՞, տրամադրում։ Նախ Ամերիկայում սպորտային scholarship-ները շատ մեծ է։ Այսինքն եթե դու տաղանդավոր ատլետ ես, քո համար գժական scholarship-ներ կտան։ Կանադայում այդ չկա, Կանադայում sport scholarship չեն տալի, ակադեմիկ են տալի ու research-ի վրա։ Շատ մեծ գումարներ են ծախսում իրանք research-ի վրա, դրա համար երեխեք ովքեր Harvard են, Yale երկրորդն է, Yale են սովորում ու տենց Ivy League համալսարաններ, դու ռեսուրսներ ունես անսահմանափակ, որ կարող ես օգտագործես։ Հետո մագիստրատուրան մի քիչ հենց համակուրսեցիների առումով էլ ինձ թվում է, էլի մարդիկ շատ տարբեր տարիքներում կարան որոշեն մի հատ նոր մաստեր անեն, բակալավրը այդքան այդպես չի էլի, բակալավրը հիմնականում զուտ երեխեք են ավարտում են
network-ի մասով նկատի ունեմ, դա կարող օգնի։ Ես որ մագիստրատուրաս էի անում, ես մի քիչ տարիքով մեծ էի, իմ կուրսեցինից մենք 61 հոգի էինք։ 61-ից ուղիղ 42-ը չինացի էին, ու ինչն էր հետաքրքիր, որ իրանք one child policy ժամանակ էին ընկել, բոլորը միակ երեխեքն էին իրանց ընտանիքներում։ Ու հիմնականում տենց հարուստ ընտանիքներից, որտեղ չինացիք ասացիք սիրում են էլ այդ թանգանոցը շորերը հագնվել, լավ ավտոներ քշելը բան։ Իրանց հետ դու սովորում ես, իրանք էլ են հայրի պես, որ սիրում են իրանցով լնել, մնացածին չեն թողում ոնց որ մտնես, բայց եթե բախտդ բերեց մտար, ինչ որ չափով իրանց մոտ, հետաքրքիր բաներ է, էլի։ Հա, լրիվ ուրիշ աշխարհ չէ։ Հա, լրիվ։ Իրանք մեկի արաբները, տենց համասանի ժամանակ բավական տենց հարուստ երկրներից եկած երեխեքներ, հարուստ ընտանիքներից եկած երեխեքն են, էլի։ Հա, նավթը իրականում այդ երկրներում էլ կարելի է։ Ու իրանց ծնողները ոնց որ գալիս էին, հենց անշարժ գույք առնում էին երեխեքի համար, որ հենց այդտեղ են մնան, Կանադայի անշարժ գույքի գները դրա համար տես խելար բարձրանում էր։ Ու դու էլ հասարակ մի հատ Հայաստանից գնացել ես հազիվ ծնողները ասենք փագում են քո վարձը։ Էդ էլի չես իմանում դու ինչ անես։ Իսկ մշակութային առումով դժվար չի։ Օրինակ շատ տարբեր տեղեր ես եղել Թայլանդ, Կանադա, Ամերիկան էլ ավելի տարբեր է։ Թայլանդը ինչով է դժվար, որ մենք երեխա ենք, 14 տարեկանում գնաս մի հատ լրիվ նոր մշակույթ, որ вообще պատկերացում չունես, ինքը ռեալ դժվար է, ռեալ։ Ծնողներից հեռու մենակ այդ անգլերեն լավ չես իմանում դեռ, դու մի քիչ ուրիշ մտածելակերպ ես, իրանք ուրիշ մտածելակերպ են։ Հա, բայց ինքը Թայլանդը շատ լավ երկիր է, ինչ առումով, որ ժողովուրդը շատ բարի է ու կամեցող է։ Հետո որ այդ ամեն ինչը sense նայում ես, լրիվ ուրիշ է։ Կանադան ինքը Կանադա տենց կանադացի տենց հասկացողություն չկա։ Դու իմիգրանտ ես, սա Կանադան է երկրորդ ամենամեծ երկիրն է աշխարհում, ունի 40 միլիոն բնակչություն ընդամենը։ Կալիֆոռնիա ամբողջ բնակչությունն է այդքան։ Դե շատ ցուրտ է Կանադայում։ Ցուրտը մի կողմ, մարդիկ, հա, էլի, հա, ցուրտն էլ։ Բայց ուզում եմ ասեմ, Կանադան պետք է իմիգրացիա, ինչքան հնարավոր է շատ բերի։ Ու տարբեր երկրներից այնտեղ ինչ որ տենց բան չկա, շատ խառն, Ամերիկան էլ։ Տենց կարող է ինչ որ խիստ նահանգներ լինեն, որ մի քիչ ավելի ռասիստական այդ պահերը լինի, որ գիտեն դրսից էս բանես, մի քիչ ուրիշ ձև վերաբերվեն, բայց օրինակ Կանադայում այդ չկա։ Հետաքրքիր է։ Ես ուրախ եմ ամեն դեպքում, որ հետ ես եկել։ Գանք էլի հետ Հայաստան։ Հիմա հենց քո մասնագիտությամբ աշխատում ես Հայաստանում։ Կպատմես քո օրը ոնց է անցնում։ Մասնագիտական։ Մասնագիտականը պատմի, հետո կտասենք։ Ես ռեալ շատ շուտ եմ գնում գործի, Ես այն օրը տեսա, որ դու ժամը 7:40 մեյլ ես գրել ու օփշոց նայում էի այդ ժամին։ Ես 5:25 արթնանում եմ, գնում եմ ջիմ, պարտադիր ու հետո ժամը 7-ին գործի տեղն եմ։ Ամեն օր։ Ամեն օր։ Նախ առաջինը այդ առաջ 2 ժամը որ մարդ չկա, այդ երևի իմ պրոդուկտիվ ամենանից 2 ժամն է։ Ինչ եմ ես անում։ Քանի որ մենք ֆինանսական շուկաների հետ են գործ ունենում ու ժամերի տենց մեծ տարբերություն կա Նյու Յորքի հետ 8 ժամ, երբ որ ժամերը փոխում են 9 ժամ, համ մեր բախտը ինչ որ չափով բերում է, համ չէ։ Մենք կարողանում ենք ոնց որ նորություններ այդ ամեն ինչը տեղի ունեցել, ժամանակ ունենք վերլուծություն անել, այդ ամեն ինչը մի հատ մարսել, մինչև շուկաները կբացվեն, բայց նաև մինչև գիշերը 12-ը 1-ը պետքա մնալ շուկաների ընթացքում, եթե ուզում ես էլ իհարկե։ Իմ համար մեկ գործը իրականում այդ մարդկանց համար փող աշխատելն է։ Այսինքն գտնել այնց ընկերություններ, որոնց մեջ ներդրում կատարելով դու փող կաշխատես։ Թրեյդինգ չեմ ասում, ներդրում։ Ես թրեյդինգն ու ներդրումը տարանջատում եմ, թրեյդինգը իմ համար ավելի շատ կազինոյ է նմանվում։ Շուտ առնել ծախելու մասին է խոսքը։ Ներդրումը, երբ որ դու երկարաժամկետ ներդրում ես կատարում ու ամբողջ նպատակը այն է, որ այդ երկարը թողել բարդ տոկոսը քո օգտին աշխատել։ Բարդ տոկոսը շատ կարևոր է, compound-ը։ Իսկ compound-ը լավ է աշխատում, երբ որ դու իրան ժամանակ ես տալի ու չես միջամտում։ Այսինքն թողում ես, որ ինքը աշխատի։ Քանի տարուց հետո
շատ հարաբերական է, շատ։ Ունեք Nvidia-ն եթե վերցնենք, 5 տարվա մեջ 1000-2000% return կունենա իր այս AI-ի վրա։ Եթե վերցնենք ավելի ստաբիլ ընկերությունը, Google-ը վերցնենք, լավ, Google-ը IPO արած օրվանից մինչև այսօր տարեկան կտրվածքով բար տոկոսով compound-ով որ ասում, մոտավորապես 27% return-ն արել։ Այդ եթե համեմատենք շուկայի հետ, որ ես S&P 500-ն եմ համարում, որտեղ S&P 500-ը դա 500 ամենամեծ ընկերություններն են Ամերիկայի, իրանց market capitalization ընդհանուր S&P 500-ը մոտ 76 տրիլիոն է, Ամերիկայի ընդհանուր market capitalization մոտ 79 տրիլիոն է, այդ փոփոխական է։ Երկրորդ շուկան, եթե Ամերիկան հանենք, Չինաստանն է, մոտ 15 տրիլիոն, այսինքն 10 մյուս շուկաները երկրներ իրար գումարեն, սկի կեսը չի անում Ամերիկայի շուկայի։ Ամերիկան S&P 500-ը ինքը միջինացված 100 տարվա կտրվածքով 10% է։ Google-ը 3 անգամ ավել համարյա, Visa, Mastercard-ը 2 անգամ ավել։ Այսինքն ամբողջ նպատակը էդ է, որ գտնես ընկերություններ, եթե, սենց ասեմ, եթե ես իմ տեսանկյունից եմ անում, այսինքն իմ փողերը ու իմ ընտանիքի փողերը, ես մի նպատակ ունեմ այսօրվա դրությամբ S&P 500-ը ստաբիլ S&P 500-ի կատարողականը գերազանցել։ Ու ոչ թե գերազանցել 2-3-4%-ով, փորձել գերազանցել 2 անգամով։ Այդ իմ նպատակն է, փող աշխատելը չի իմ նպատակը, փող աշխատելը դրա արդյունքն է, հետաքրքիր է։ Բայց S&P 500-ը, որտեվ իրականում էտա չափում ալֆա կարողանում ես գեներացնես, թե չէ։ Իսկ մեր մասնագիտության մեջ ամենակարևորը է դա ալֆա կարողանում ես գեներացնել, թե չէ։ Երկրորդ կտորը արդեն պորտֆոլիոների կառուցումն է, որը դեռ Հայաստանում այդքան զարգացած չի, բայց դրան տանում ամեն ինչ, որ կարողանաս discretionary portfolio management անել, այսինքն մարդկանց գումարները դու կառավարես պորտֆելներ կառուցելով։ Ունդեղ կան տարբեր ստրատեգիաներ, տարբեր փիլիսոփայություններ, ես շատ եմ էլի այդ թեմաներով տենց խոսում, հետաքրքրվում, կախված է թե ինչ մոտեցումներ ունես էլի այդտեղ։ Անհատական խորհրդատվություններ եք տալիս մարդկանց։ Եթե կարիքը կա, այո, անհատական խորհրդատվություն տալիս ենք, բայց էլի ոնց ասում եմ, ամբողջ իմաստն է, որ խորհրդատվությանը վերածենք, ասենք, արդեն discretionary portfolio management-ի, որ մենք ենք կառավարում արդեն մարդկանց փողը։ Իսկ օրինակ արհեստական բանականությունը ոնց է այս առումով փոխել քո մասնագիտական օրը։ Շատ գործեր գիտեմ, իմ գործում էլ օրինակ եթե ես նայեմ, շատ է օգնում։ Ես լիքը բան կարողանում եմ պատվիրակեմ, որ արհեստական բանականությունը անի։ Ձեր ոլորտում ոնց է։ Ես եմ օգտագործում միանշանակ, բայց ստեղ կա մի հատ շատ մեծ խնդիր, որ արհեստական բանականությունն ինքը թվերի հետ կապված, որ շատ ժամանակ թվերը կարող են սխալ լինել։ Այդ խնդիրը մեր ոլորտում, որ ես օրինակ երբ որ օգտագործում եմ ինչ-որ AI, պարտադիր պետքա թվերը ստուգեմ, որը մեկը ժամանակատար է, որովհետև քանի որ դու փողի հետ ես գործ ունենում, այդ սխալ թվերը լրիվ սխալ մեկնաբանություններ են տալիս ու սխալ ենթադրություններ կարող անեն, լրիվ ամեն ինչ փոխվում է։ Դրա համար հույսը դնել արհեստական բանականության վրա այս պահին դեռ լիովին չի ստացվում։ Ինքը կարող է ինձ օգնի ինչ-որ դատան ավելի արագ հավաքել կամ բան անել, վերլուծությունը մի քիչ ավելի կոմպակտ իմ համար անել, բայց մեկը ամբողջ մոդելները, ամբողջ այդ գնահատումները ես ինքս եմ անում ու երբ որ նույնիսկ ինչ-որ չափով օգտվում եմ, պետքա մինչև վերջ ստուգեմ, որտեղ շատ է լինում, որ սխալ են իրանք անում այդ նույն Claude-ը ասենք, ռեալ։ Իսկ ինչ գործիքներ ես ուրիշ օգտագործում։ Ամենաշատը Excel-ն եմ օգտագործում ու իհարկե data source-երը տարբեր տեսակի էլի, որտեղ իմ գործում data-ն ամենակարևորը, իսկ այդ data-ն խնդիրը ամբողջ աշխարհում է դատան խնդիր, բայց մեր ոլորտում էլ առավել եւս է խնդիր, որտեվ նախ այդ ընկերությունների financial statement-ները տարբերվում են։ Տարբեր ընկերությունները, տարբեր ոլորտներում, տարբեր ձև են այդ ամեն ինչը ներկայացնում։ Մի հատ տենց բան չկա, որ վերցնես, ասես սենց է։ Դա ամեն ինչը սորտավորելը,
գտնելը, հասկանալը, ու ես չեմ էլ վերցնում Bloomberg-ից կամ Reuters-ից, որովհետև իրանք էլ են սխալներով։ Ոչ մեծ սխալներով, իրանք ինչ որ ունեն կոնկրետ ձև այդ հաշվարկների, որը կարող է ես չեմ օգտագործում։ Վերցնենք շատ կարևոր կտորներից մեկը այդ free cash flow-ն է, այսինքն ազատ կանխիկները, free cash flow-ի մի քանի տարբեր տեսակներ կա հաշվարկի, թե հիմա իրանք ոնց են, ինչ են հաշվում, այն ինչ որ ոնց եմ հաշվում, տարբերվում է։ Դրա համար ես չեմ կարող նույն Bloomberg-ի վրա հույս դնել։ Հա, հասկացա։ Ես չեմ ասում իրանք սխալ են անում կամ ես եմ ճիշտ անում, բայց մեթոդները տարբերվում է զուտ։ Հա, հետաքրքիր է։ Որտեվ այդ քեզ բան ասեմ, ամբողջ AI training-ի վրա չէ նստած։ Դիմա պատկերացրու, որ մեկը դիտավորյալ սկսի սխալ train անել իրան։ Հիմա մարքեթինգում շատ տարածված է, որ կար SEO մասնագիտություն, չէ, search engine optimizer, ոնց որ գովազների առումով, եթե ինչ-որ մեկը, օրինակ, լավ հաց ուտելու տեղաման գալիս, AI-ը առաջինը այդ առաջարկի, ու հիմա AI-ին կարողանում են արդեն այդ կամպանիաներն էլ train անեն, որ իրանց ասի, ոչ թե արդեն հետա գնալու feedback-երի հիման վրա ասելու եւ այլն, այլ արդեն այստեղ մարդու միջամտությունն է էլի մտնելու, որ AI-ը այդ մարդու օգտին առաջարկի։ Ու հասկանում ես, չէ, որ եթե հակերները օրինակի համար, եթե կա մարդ, որ ուզում է լավը, նաև կա ինչ-որ մեկը, որ կարող է այդ ամեն ինչի վատն է ուզում։ Եթե մարդ ինչ-որ մի բան սարքել է, կամ այլ մարդ, որ կարա այդ սարքածը։ Դրա համար այն, որ ասում են AI-ը որ փոխարինելու է, ես օրինակ չեմ հավատում դրան, նախ առաջինը ստեղ մի հատ բան կա։ Բոլոր ինովացիոն ցիկլների ժամանակ, որ sense նայում ես, կան գործեր, որոնք կորում են միանշանակ, ու կան գործեր, որոնք ստեղծվում են։ Հիմա վերցնել ասեի AI-ը փոխարինելու մարդկանց, ես դրան ռեալ չեմ հավատում։ Բանկային ինչ որ sense ասեմ, մեխանիկական գործերը, այդ միանշանակ Այդ լավ է, որ կլինի, ավտոմատացումներ են իրանք վերջին։ Բայց ինքը հիմա էս է խնդիրը, AI-ը սկսելու է trade անել քո համար լուրջ, AI արդեն trade-էր անում իմ համար արդեն 20 տարի, եթե քեզ թվում է որ մարդիկ են նստած կոմպյուտերների առաջ trade անում, այսօրվա դրությամբ շուկայի 70-ից 80% ալգորիթմիկ trading է։ Ոչ մեկ չի նստած կոմպյուտերի առաջ trade անում։ High frequency trader-ները 50-ից 60%-ն է այսօրվա դրությամբ։ FX շուկայի 90%-ը ալգոյի վրա է նստած։ Ու եթե հիմա մի հատ ուրիշ բան ասեմ, եթե բոլորը սկսեն AI-ով իմ ներդրումներ անել, բա քո edge-ը տեղ որն է։ Դրա համար են որ օրինակ գալի ասում են stop loss-ը, stop loss-ը գիտես որն է trading-ի մեջ, որ օրինակի համար գնով մտնում ես, հա, գնով մտնում ես, stop loss-ը ստակը դնում, որ դրանից ներքև ընկնի, ինքը ավտոմատ փակվի, կորուստը մեծ չլինի։ Այդ իմ ամենաչսիրած tool-երից մեկն է։ Ինքը երևի ավելի շատ խանգարելու է քեզ, կամ փող աշխատելու քո համար, ու ռիսկն էլ ինքը չի բանանում քո համար։ Փակում։ Հիմա բացատրեմ ինչի։ Նախ առաջինը Robinhood-ը ամենամեծ բրոկերային ընկերություններից մեկն է համաշխարհում, որ ինքը տենց սարքեց commission free, որ առանց այդ միջնորդավճարի trader-ը սկսեցին մարդիկ անել, ինքը ինչ է անում։ Իր եկամուտներից մեկը, աղբյուրներից մեկը order flow-ն վաճառել մեծ hedge fund-ներին, օրինակ Citadel-ի պես։ Ինքը ունի book, որը լիքը կլիենտ իր անով trader-ա դնում, ու այդ order book-ը ամեն ստոկի վրա ինքը վաճառում է Citadel-ին, օրինակ, այն Citadel-ը գիտի օրինակի համար, որ մարդիկ sell են դրել, այս գնով $100 գինը $90-ով 100,000 հատ sell ունի դրած մեկը։ Իրանք ինչ են անելու։ Իրանք փորձելու են այդ stop loss-երը մաքրել, շուկան գցում են ինչ-որ չափով մեծ օրդերներ դնելով, այդ stop loss-երը սաղ կպնում է, մաքրվում է, հետո իրանք սկսում են տակից առնել, ու դու տեղ եթե դու trader ես, օրինակ trader-ներն են հիմնական stop loss-երը օգտագործում, եթե keep ես դնում stop loss-ը հիմնականում մաքրվելու է, եթե հեռու ես դնում արդեն իմաստը ոնց որ ռիսկի որն է, ու երկրորդը երբ որ ինքը գալիս է stop loss-ին կպնում է, քո բանը հոգեբանությունը նենց է կառուցված, որ դու կորուստը լավ չես ընդունում։ Դու կարող ես մի անգամից էլի մտնես այդ պոզիցիայի մեջ։
-1000 ես, ոնց անեմ այդ -1000-ը արագ հետ բերեմ, մի հատ էլ մտնեմ։ Հա, ճիշտ է։ Ու դառնում է կազինո։ Ինքը լավ գործիք չի ընդհանրապես։ Իսկ քո փորձից ոնց է օրինակ Հայաստանում ռիսկին հակվածությունը մարդկանց կողմից ոնց է։ Շատ կոնսերվատիվ են։ Չէ, այստեղ ինչն է կարևորը հասկանալ, ում մասին ենք մենք խոսում։ Մեր հասարակությունը բավականին դեռ ներդրող հասարակություն բավական երիտասարդ է, այսինքն պարտատոմսերի ու արժեթղթերի տարբերությունը դեռ լավ չհասկացող հասարակություններից է։ Հիմա այս հասարակությունը կամաց ավանդից գնում է դեպի պարտատոմսեր, ինչ որ չափով այդ ստացվում է, որ հասկանում եմ, որ պարտատոմսերը կարող է շատ ավելի լավ գործիք են։ Նախ տեղ եկամտահարկ չկա 10%, որ ավանդի վրա կա, երկրորդը դու ունես շուկա, որ երբ ուզում ես կարող ես վաճառել, դուրս գալ ու տոկոսը չկորցնել, գինը կարող է բարձրանա, տեղից փող աշխատես, կուպոնները ոչ թե տարեկանով են ու կախված ավանդից էլ իհարկե տենց է կա, կարող է կես տարին մեկ, կարող է երամսյակը մեկ քեզ վճարեն։ Հիմա խնդիրը պարտատոմսից դեպի արժեթուղթ գնալն է։ Հա։ Այդտեղ կա բաց։ Հետո արդեն արժեթղթից ավելի բարդ գործիքներ, օպցիոններ, ֆյուչերզներ, ու ֆյուչերզները retail չի, բայց օպցիոնները retail է, ու այնտեղ կա structure պրոդուկտներ։ Այդ առումով դեռ մենք շատ կոնսերվատիվ ենք։ Հիմա բերես մարդուն, ասես, գիտես ինչ, արի Google-ի մեջ փողը դիր, պոտենցիալը մեծ է, իր հարցը ինչքան փող է բերելու ինձ տարին միանգամից։ Որ քանի տոկոս է բերելու ինձ, իրանք չեն էլ բան անում էլի, որ ինքը նախ այս պարտատոմսի արժեթուղթ է, ինքը կարող է -10 լինի, կարող է +50 լինի, բայց իրականում պոտենցիալը շատ ավելի մեծ է, բայց դե գալիս է ինքը ռիսկով։ Okay։ Ու կա կտոր, որը դու գիտես երևի, որ Հայաստանում բեթինգը շատ մեծ դեր է խաղում, որը ցավալի է, բայց երիտասարդությունը շատ է, չէ՞, բեթինգի մեջ։ Հիմա ֆինանսական շուկաները իրականում բեթինգից ոչ մի բան չեն տարբերվում, եթե դու իրան կարճաժամկետ ես դիտարկում։ Ոչ մի բանով։ Այդ կա ստատիստիկա, որը շատ եմ սիրում նշել, որ եթե վերցնեմ S&P 500 օրեկան կտրվածքով, հավանականությունը, որ կանաչ կլինի, 54% է։ Ինչ հետաքրքիր է։ Մի օրվա կտրվածքով, բայց ինչքան դուրս են գնում, 10 տարվա, եթե հորիզոնն ենք վերցնում, հավանականությունը դառնում է 96%, 20 տարին համարյա 100% է։ Այսինքն, եթե դու իրան դիտարկելու ես երկարաժամկետ ներդրումների համար է։ Կարճաժամկետ գործիք, ավելի լավ է գնաս քո բեթինգը անես, նույն ոչ բան չի տարբերվում ինքը բեթինգից։ Ինչքան ուզում ես դու նախ ստեղ խնդիրը ինչու՞մ է։ Մարդկանց թվում է, որ իրանք ինչ որ չափով առավելություն ունեն Wall Street-ի նկատմամբ, այդ մարդկանց իսկը միշտ թվում է, որ իրանք չեն պարտվելու։ Այ, հենց իրանք ուրիշը կպարտվի, բայց կազինոյում էլ է, չէ՞, տենց սկզբից 2-3 անգամ հաղթում ես, չէ՞, քեզ թվում է, վсё, դու անպարտել ես։ Նույն բանը stock market-ում, առաջի 2-3 հատ trade-ը բախտդ բերում է։ Երկրորդ trade-ը լրիվ հակառակն է գնում ու դու հասկանում ես, որ չէ։ Դու երբ որ շուկա մտնում ես, դու արդեն պարտված ես շուկա մտնում։ Ասեմ ինչով։ Մանայ։ Wall Street-ը նախ գիտելիքների տեսանկյունից դու Wall Street-ից հետ ես։ Ինֆորմացիայի տեսանկյունից, տեխնոլոգիաների տեսանկյունից, ժամանակի տեսանկյունից։ Հա։ Ամեն ինչով դու հետ ես։ Այսինքն իրանք շատ ավելի լավ է ամեն ինչը գիտեն, կառավարում են շատ ավելի լավ։ Всё, դու պարտված մտնում ես։ Հիմա ինչ կարաս դու անես, որ փորձես ինչ որ չափով գաս Wall Street-ին հասնես ու հետ չմնաս շատ։ Այդ մեկը համբերություն ունենաս ու ժամանակը թողես քո օգտին աշխատի։ Իսկ ամենադժվարը ներդրումներում է դա հենց։ Այդ այդտենց բան կա, չէ՞, խոսքը ամենադժվար բանը ներդրումներում ոչինչ չանելն է։ Շատ լավն է։ Այսպես ձեռքերի վրա նստես ու ոչինչ չանես, եթե դու կարող ես։ Այդ իմ ամենամեծ խնդիրներից է եղել։ Երկու բան եմ ես։ Մեկը դիսցիպլինան, մեկը համբերությունը։ Դիսցիպլինան ես միշտ ունեցել եմ։ Ես փոքր ժամանակվանից ծնողներս տենց են ինձ մեծացրել, բայց համբերության հետ ես շատ լուրջ խնդիրներ եմ ունեցել, շատ անհամբերատար եմ եղել, շատ։ Հիմա էլ նենց չի տենց համբերատար եմ, բայց ինչը վերաբերվում է ֆինանսական շուկաներին, վատ փորձից ելնելով, լավ փորձից չէ, վատ։ Ինձ ստիպելա, որ ես վերանայեմ իմ այդ
գիծը։ Հասկացա։ Ու հիմա ես շատ համբերատար եմ ավելի դառել։ Երբ որ ինչ որ պոզիցիա եմ վերցնում ներդրում կատարելուց երկու սխալ կա, այդ որ նախ քո լավ կատարող ընկերությունները շուտ ես վաճառում, որտեվ դու էլի այդ նստած ես ձեռքի հետ վրա, ոնց արդեն 20% բարձրացել է։ Իրականում հետո փոշմանել ես, միշտ փոշմանում ես համարյա։ Ու երբ որ վատ ներդրումները շուտ չես վաճառում։ Որ լավ հետ կգա, average down անեմ, շատ ժամանակ, եթե գիտես, որ ինքը structural ինչ որ խնդիր ունի, fundamental, պետք չէ average down անել։ Average down ես ամ, երբ որ գիտես դու fundamental խնդիր չունի ու շուկան զուտ էս պահին թերագնահատում է ու ինչ որ բան չի անում։ Պատմական շարքերն էլ որ նայես հետաքրքիր է էլի այդ սեզոնայնություններ կան կամ չգիտեմ։ Միանշանակ։ Էդ էլ է բացատրվում սեզոնայնությունը, օրինակ հիմա օգոստոս-սեպտեմբերը, հուլիս-օգոստոս-սեպտեմբերը ամենատենց անհետաքրքիր ամիսներն են, մարդիկ արձակուրդ են հիմնականում վատ է դրսևորում շուկաները։ Հոկտեմբեր-նոյեմբերը ավելի ագրեսիվ է դրսևորում, որտեղ մարդիկ հետ են գալիս, սկսում են առնել, տարի են փակում, էդ էլ ունի նոր տարուց հետո թույլ ավելի մարդիկ հետ են գալիս, մարտ-ապրիլ ուժեղանում է։ Հա, հետաքրքիր է, ամեն ինչն է այտենց։ Հա, ու շատ այտենց տարբեր բաներ կան, էլի ես սիրում եմ այտենց շարքերին, օրինակ նայել այտենց դատաներին, հասկանալ, թե ուր ենք, ոնց ենք, ինչի է այտենց։ Ես էլ եմ սիրում, դրա համար ես իմ մագիստրատուրան, քո ասացի պես ես ավարտելուց հետո անմիջապես չեմ արել մագիստրատուրա, մի 3 տարի սպասել եմ։ Հետո իմացա այդ մաթֆակի data science-ի մասին ու մագիստրատուրաս արդեն այդտեղ եմ արել։ Ու հիմա կար կարծիք, որ ես փոխել եմ իմ մասնագիտությունը, բայց ես այդքան էլ այդպես չեմ վերաբերվում էլ, ես ուղղակի մասնագիտությունը լրացնել եմ կամ որտեվ շատ սերտ են առնչվում իրար, օրինակ եթե data science-ը համադրվում է ինչ-որ մասնագիտության հետ ու հատկապես ֆինանսների հետ, շատ ավելի հետաքրքիր է դառնում, որ կարող ես տեղի գործիքները օգտագործել ֆինանսներում, տենց շատ հավես է էլի լինում։ Դատան որտեղ է շատ։ Ֆինանսներում։ Ինչքան դատա ուզում ես կա։ Հա, ու ամեն բնույթի դատա կա, էլի, եթե հետաքրքիր է այդ պատմական շարքերը time series-ներ բան, այդ օգտագործի, եթե ինչ որ վարքագիծ է հետաքրքիր, էլի լիքը դատա կա, որ կարող ես օգտագործել։ Անսահմանափակ է դատան, բայց դատան ունի լիքը խնդիրներ իրականում։ Մի կողմից լավ է, որ այսքան շատ դատա կա, մյուս կողմից էլ այնքան աղմուկը մեծ է այդ դատայի, որ ֆիլտրել պետքական դատա վերցնելը մի քիչ դժվար է։ Շատ կարևոր, մարդիկ շատ են աղմուկի վրա ուշադրություն դարձնում ներդրումների մեջ, էլի խնդիրը դրանում է։ Ու ամենամեծ խնդիրը նրան է, որ մարդիկ շատ արագ ուզում են հարստանալ։ $1000 իրազոտն ես տպավորությունա, որ դնելու ես $1,000,000 ես աշխատելու 5 օրվա մեջ։ Իսկ երբ որ դու տենց շտապում ես հիմնականում այդ $1000 դու կորցնելու ես շատ արագ։ Գուրգեն նաև դաս ես տալիս ու հատկապես քվանտի փորձառությունը շատ հետաքրքիր է։ Կպատմես ինչից եկավ այդ միտքը, որ նաև ուզում ես դաս տալ ու ինչա տալիս այդ քեզ։ Այդ շատ այնս պատահական ստացեց։ Իմ փոքր քույրիկն ու եղբայրս երկուսն էլ IB ծրագիր էին ընդունվում քվանտում։ Հա։ Ու այդ ժամանակ երբ որ իրանք ընդունվում էին, ես էլ նենցա որ այդ ծրագրի մեջով անցել եմ, իրանք ինչ որ տենց կողքից ասում էին ընդունվում ենք, չգիտենք հələ ոնց ինչ, մոտ տենց միտք առաջարկա, որ ասացի կարող է մի հատ խոսակ կամ հələ տեսնեմ, էլի, որտեղ էկոնոմիկան ինքս էլ եմ արել, ու ասացի էկոնոմիկան դե իմ մասնագիտականն է, հետաքրքիր կլինի անգլերենով դաս տալ էլի, առավել եւս։ Հայերենով օրինակ չի անի։ Հայերենով ես մի քիչ դժվարանում եմ տենց բաներից, որտեվ 14 տարեկանից ես կողմ հայերեն չեմ օգտագործել ու մասնագիտականի մեջ առավել եւս։ Ու տենց գնացի ես իրականում կոորդինատորի հետ հանդիպեցինք, խոսացինք, հետո ինձ առաջարկեցին, որ գնամ 2-3 դաս տենց նայեմ ոնց են դաս տալի, երկրորդը ես տամ, իրանք նայեն ու էկոնոմիկայից սկսեցի IB ծրագիրը, այս տարի էլ բիզնես մենեջմենթը առաջի անգամ մտավ հենց քվանտ, որ տալիս էինք ու հիմա համ էկոնոմիկան բիզնես մենեջմենթ եմ տալի, բիզնես մենեջմենթը երևի ավելի մոտ է իմ ամենօրյա գործին, քան էկոնոմիկան, որտեղ էկոնոմիկան ինքը զուտ տնտեսությունն է, պարզ շատ մակարդակի վրա, իսկ բիզնես մենեջմենթը օրինակ accounting-ի կտոր ունի, մարքեթինգի կտոր ունի, որը
accounting-ի կտորը գոնե ինչ որ չափով դու ամեն օր ես բան եմ անում, էլի, օգտագործում եմ։ Ինչն է դուրս գալիս, որ նախ առաջինը իմ անցած փորձ ու գիտելիքներն եմ փորձում այդ երեխեքին փոխանցել, ես այդքան դաս տալ եմ համար բան չի, ինչքան փորձը ու այդ մտածելակերպը փորձել երեխեքի մեջ փոխել։ Հա։ Խնդիրը ես էլի խնդիր եմ տեսնում, որ այդ երեխեքը չեմ ասի բոլորը, բայց օրինակ լիովին այդ ձգտումը չունեն։ Իրանք չեն հասկանում իրաց ծնողները ինչ մեծ ներդրումներ են իրանց մեջ կայացնում ու ինչ հնարավորություններ են տալիս, շատ հնես մատների արանքով են նայում այդ, բայց կան երեխեք, որ տենց չեմ միանշանակ իրանց մասին չի խոսքը։ Այդ պրոբլեմը ու ուրիշ պրոբլեմը այնա, որ մտածելակերպի մեջ իրանց մոտ մեկ մեր ծնողները խոսք ունեին, ասում է կարևորը հաղթանակը չի, այլ մասնակցությունն է։ Այդ հնուց եկած իմ երևի թե ամենաչսիրած, ամենասխալ այն որ երեխեքինց չէ, կարևորը հաղթանակն է, թե դու մասնակցում ես այնքան որ մասնակցելու համար, դու արդեն պարտվել ես ու կյանքում ռեալ դու կյանքիդ այտենց ես վերաբերվելու։ Եթե քո համար mediocre-ին լավ է, իմ համար դա անընդունելի է։ Հա, միջոկցին ված բան է։ Ու ես շատ կուզեի, որ այդ ամեն ինչը իմ մոտ մի քիչ ավելի շուտ լիներ, որտեվ այդ ես էլ ավելի երիտասարդ տարիքում կարող այտենց լրջորեն չեմ մոտեցի ինչ որ բաներ, որ պետք է երևի լրջորեն մոտենայի։ Դե որտեվ դու այդ ժամանակ չես գիտակցում։ Ուրիշ բան է, որ կողքից շատ չեն ասել կամ պետք է ասեն։ Հենց այդ այլ, ես հիմա չեմ մեղադրում ծնողներիս կամ չգիտեմ, որտեվ իրանք էլ տենց են մեծացել սովետի ժամանակ տենց էր, բայց հիմա որ տենց նայում ես, եթե դու մի բանը չես անում լավ անելու համար, ավելի լավը չանես։ Ասում եմ, ինչը որ անում ես լավ արա։ Արա մի բան, բայց լավ արա, շատ լավ արա։ Ինձ այնքան դուր եկա, որ դու ասում ես իմ հենց կոնկրետ ամենանեղ մասնագիտացումը նավթի այն ոլորտում է։ Մեր մոտ sense սովոր ենք, էլի լինենք ամեն ինչի մասնագետ։ Ամենամեծ պրոբլեմներից է, չէ։ Իրականում հա, հենց իրանց տարիքում ես էլ եմ ասում, այդ specialize-ը պետք չի լինել, բայց ինչը որ անում ես, մեկը մատների արանքով մինա այնքան որ, եթե քեզ կոնկրետ ասել են, որ դու պետքա այս օրը այս ժամին քո կուրսայինը հանձնես, դու պետքա այդ անես, այլ ոչ թե գաս ինչ որ արդարացումներ գտնես, ու այդ միշտ էլ այդ է եղել, որ ինչ որ միշտ արդարացում գտնելը, այս որը չեմ հասցրել դասերը շատ էր, էսերեներ, կան այդ արդարացումները, չէ, դուք մեծ երեխեք եք, որ պատրաստվում եք գնալ դուրս սովորելու, ծնողներից հեռու ձեր, ու այտենց արդարացումները արդեն պետք է չանցնեն։ Ու գիտես ոնց էլ է, ես օրինակ տնային բան, այդպես բաներ չկա, իմ համար լրիվ բան, այտենց երեխեքի հետ, որ մեծ երեխեք եք, անել եք, անեք, շատ լավ է, ես աշխատող երեխեքին էլ ավելի շատ կօգնեմ, բայց եթե տեսնեմ, որ դու չես աշխատում ու այնքան որ ես անում, ինձ լրիվ մեկ է, լրիվ մեկ է, ու ստեղ են բանն է, որ ծնողները ձեզ չեն կարողանալու գանել գնահատականներ ձեր համար ստանան կամ խոսան, դուք դա քննությունները կարու եք, այդ քննություններն է գնալու դուրս, ոնց կարելի է խոսալ գնահատական ստանալու համար, ում են վատ, բայց ում են վատություն ան, այդ լավություն է, ես մտածում եմ, իրոք ավելի շատ վատություն է, դե այդ է էլի, որ շատ լուրջ խնդիր է, մեկ ես էլ եմ տեսնում, նենց չի որ կտրված եմ այս աշխարհից ապրում։ Այդ մեծ սկանդալը չէ եղել, որ հայտնի դերասանուհիների դերասանուհու ինչ որ Հարվարդ ընդունվելուց իրանց մոտ ոնց են այդ անում այդ կաշառքի բայերը, այնտեղ մի քիչ ավելի բարձր մակարդակի վրա են, չէ՞, այդ կաշառքը անում, բան են բացում, ինչ որ հատուկ ինչ են դոնորության այնց գիծեր Հարվարդին մենք բան ենք տվել նվիրատվություն եմ արել հիմա հարուստ մարդիկ Ivy League համալսարաններին նվիրատվություն են անում երեխեքին տստակից ընդունելով են նես չէ Հայաստանում մենք հա մենք այդ ամենը օրինել կամ բան արել բայց դա պրոստը ավելի այնց աչքին գնող մակարդակի վրա ես իրականում չեմ առնչվում հայկական կողմի հետ, вообще պատկերացում չունեմ ու ճիշտ ասած չեմ էլ ուզում
ինձ այդ այգի ծրագիրն է հետաքրքիր կոնկրետ հենց այդ երեխեքի հետ էլի ու երևի թե ինչ-որ պահ կգա որ կուզենամ համասանում է դաստամ հələ չեմ ուզում այս ճիշտն ասած ինձ թվում է ես էլ եմ բավական տենց երիտասարդ համասանում դաստալու համար իմ կարծիքով Լավ կլիներ բոլորը այդպես պատասխանատու մոտենային այդ գործին Չէ, կացության հետ կապված եմ, որ ինձ այդ կտորը շատ է դուր գալիս, էլի։ Իսկ ինչ խորհուրդ կտաս հիմա, այտենց որ առանձնացնենք, ընթացքում իհարկե շատ ես խոսել, ես մի քանի բան առանձնացրել եմ, բայց հիմա որ փորձենք ամփոփենք, խորհուրդներ նոր սովորողներին, նոր ոլորտ մտնողներին։ Ֆինանսների հետ, Ֆինանսների, հա։ Ամենաառաջինը ռեալ էլի ոնց որ ես ասացի, այդ որ չկենտրոնանան այդ բանին, որ ես եմ ուզում ու վсё։ Դու ռեալ չգիտես դու ինչ ես ուզում։ Ֆինանսները հիմա դու ես, ես էլ դու էլ բանկում ենք աշխատում, ասենք ունի front, mid, back, չէ՞։ Front-ը այդ կլիենտների հետ, որ դու առնչվում ես, կարա լինի commercial, corporate, wealth management investment banking, որ տակ մտնում է capital markets-ը, M&A-ը, mid-ը risk management, compliance, back-ը ամբողջ operation-ները, չէ, settlement-ները, շատ տարբեր է, շատ։ Որն ես դու դրանցից ուզում։ Ու այդ դեռ մենակ բանկում։ Այդ դեռ մենակ բանկում, հետո կան արդեն առանձին investment firm-եր, hedge fund-եր, consulting firm-եր, շատ տարբեր է, audit-ները, accounting-ները, որ մեկն ես դու ուզում։ Ինքն հենց բազմազան է, որ դու չես կարող իմանալ ռեալ։ Պետք է այդ ամեն ինչի մեջով ինչ որ մի քիչ ամեն ինչից կարդաս կամ սովորես, որ գոնե ինչ որ պատկերացում ունենաս։ Երկրորդը, եթե մի բան անում ես, լավ արա։ Ռեալ։ Եթե ներդրումների մեջ ես լինելու, օրինակ իմ կտորի մեջ, շատ կարևոր է համբերություն ունենալը ու ինչ որ չափով ֆանտազիա, որտեվ ռեալ ինքը ոնց որ ասած ինքը մեխանիկական չի, այսինքն դու trade չես ամ սպրեդեր կամ ինչ որ բաներ, դու պետք է գտնես ընկերություններ, որոնք կարող են գերազանցել օրինակ S&P 500-ի կատարողականը, իսկ այդ պետք է ավոր շատ կարդաս, research անես, data-ի հետ աշխատես։ Ու իմ կարծիքով ահռելի գումարներ պետք չի ծախսել սովորելու համար, որտեղ այսօրվա դրությամբ ասենք ինֆորմացիան հասանելի է, անծայրածիր է, այդ ամեն ինչը դու կարող ես կարդալ, սովորել, տանել $100,000 համալսարանին տալ, որ ֆինանսներ սովորես, իմ կարծիքով ընդհանրապես չարժի։ Հիմա այդպես բան չկա, որ դու չգտնես, ուզենաս գտնես, ուզենաս մոդելավորես, ուզենաս հավաքես, ամեն ինչն է կարաս։ Այդտեղ արդեն գալիս է փորձը, երկրորդ փորձը մենակ ժամանակի հետ է գալու, որ շուկաները հասկանաս, կարողանաս կարդալ, թե որ պահին ես ինչի սենց եղավ, բա ես մտածում եմ սենց պետք է լիներ, ինչի սենց եղավ։ Այդ մենակ փորձը կարա քեզ ասի, որ դու դրա մեջով անցնես ու հասկանաս, որ գիտես ինչ Microsoft-ը bomb report արեց։ Բա ինչի է ստոկը ընկնում 10%։ Այդ արդեն գալիս է փորձը, որտեվ գիտես ինչ guidance-ի մեջ կարող է մի հատ կետ ասես, որ ներդրողների դուրը չեկա, որտեվ պրոստը կարող է profit taking էր օրինակի համար։ Կարող է հենց այդ է, որ ընկավ այդ հնարավորությունն, որ առնես ինչ որ մի հատ մեծ firm պետքա offload աներ իր book-ը։ Իր ընկա արդեն իրանը տեսավ, ստացավ, կարող է margin call եղավ, չգիտեմ ինչ որ օրինակի համար 5% ընկավ, մեկը leverage դեր, այդ 5% էլ հենց նրա պատճառով էր, որ ինքը պրոստը margin call եղավ, liquidate արեցին իրան։ Ու տենց այդ մենակ փորձ հետ է գալիս։ Մենակ էլի։ Սիրում ես ֆինանսները։ Սիրում եմ, բայց եթե հենց հիմա նորից սկսեի անել, եթե չէի մտնի ֆինանսներին։ Չէ։ Բա ինչ։ Գինեգործության հետ ինչ որ կապված, ռեալ, որ կոմպի դիմացը չնստեի։ Մերսի շատ գուրգեն որ եկար, շատ հետաքրքիր էր քեզ հետ զրուցել։ Շատ շնորհակալ եմ Հայկուի ջան։